Շնորհակալ եմ, հարցը ուղղում եմ առողջապահության նախարար Տիկին Ավանեսյանին։ Տիկին Ավանեսյան վերջերս քաղաքացիների հետ ընդունելության ժամանակ եւս մեկ անգամ բարձրաձայնեց հետեւյալ խնդիրը։ Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեն սոցիալական խմբեր, որոնց առողջապահական եւ բժշկական ծառայությունները սովորաբար տրվում են անվճար։ Սակայն խնդիրը հետեւյալն է. դիցուկ օրինակ քաղաքացին ունի սոցփաթեթ եւ ունի որոշակի վիրահատություն, որը պետք է արվի անվճար, սակայն այն իմպլանտը, որը անհրաժեշտ է վիրահատության համար եւ քաղաքացու վերջնական առողջացման համար, վճարովի է եւ սովորաբար բավականին թանկ է։ Այսինքն ստացվում է մենք մի կողմից խոսում ենք անվճար բուժ օգնության մասին, բայց մյուս կողմից այդ բուժ օգնությունը այնքան էլ անվճար չէ։ Ես իհարկե հասկանում եմ սոցփաթեթի առանձնահատկությունները, բայց կցանկանամ, որպեսզի դուք այս հարցին պատասխանելիս նաեւ անդրադառնաք առողջապահական համապարփակ համակարգի ներդրմանը։ Վերջերս դուք ձեր սոցիալական կայքի պաշտոնական էջերից մեկում տեղադրել էիք այս մասին որոշակի ինֆորմացիա, որտեղ նշում եք, որ համակարգի վերջնական ներդրումը տեղի է ունենալու 3 փուլով։ Տիկին Ավանեսյան, խնդրեմ մի քիչ ավելի դետալային այս մասին խոսեք եւ ասեք, արդյոք իմ կողմից բարձրաձայնված խնդիրը, որոնց մասին բնականաբար դուք ել ավելի շատ տեղեկություններ ունեք, որքանով է համապարփակ համակարգը գալու ծածկելու այն խնդիրները, որոնց այսօր բախվում են մեր քաղաքացիները։ Շնորհակալություն, հարցին կպատասխանի առողջապահության նախարարը Տիկին Անահիտ Ավանեսյանը, համեցեք Տիկին Ավանեսյան։ Շնորհակալություն Տիկին Ստեփանյան հարցի համար եւ հնարավորության հնչեցնելու մեր հիմնական եւ շատ մեծ ազդեցություն ունեցող բարեփոխման մանրամասները, որպեսզի ճիշտ լինեն ակնկալիքները նաև մեր քաղաքացիներից եւ տեղեկատվությունը, թե պետությունը պետական պատվերի շրջանակներում ինչպես է բուժօգնությունը տրամադրում եւ դրա որ հատվածն է փոխհատուցում եւ նաև հետագայում ապահովագրության շրջանակներում ինչպես ենք ծավալները ընդլայնելու։ Ես կուզեմ հենց սկզբից եւս մեկ անգամ ընդգծել, որ մեր երկրում բուժօգնությունը անվճար չէ, այլ մենք ունենք պետական պատվերի շրջանակներում ծառայություններ, որոնց համար պետությունը ամբողջովին փոխհատուցում է, ունենք ծառայություններ, որոնց համար մասամբ է փոխհատուցում եւ ձեր կողմից նշված օրինակը հենց դրան է վերաբերում։ Օրինակ, էնդոպրոթեզավորման վիրահատությունը այսօր մենք առաջին, երկրորդ կարգի հաշմանդամներին, ձեր կողմից նշված սոցիալական խմբերին վիրահատական հատվածը պետությունը փոխհատուցում է, բայց այո, էնդոպրոթեզի գումարը այսօր պետական պատվերի շրջանակներում ներառված չէ։ Եվ սա իհարկե նաև սա է խնդիրը, որ ինչ որ առումով մենք մասնատված է մեր առողջապահական քաղաքականությունը եւ ապահովագրության շրջանակներում հենց մենք այս աշխատանքն ենք իրականացրել։ Հավաքագրել ենք ամենամեծ հիվանդացության բեռ հանդիսացող եւ մահացության բեռ հանդիսացող խնդիրները, ծառայությունները եւ փորձել ենք այդ ծառայությունների ուրեմն շրջանակում բոլոր անհրաժեշտ հատվածները արդեն ներառել ապահովագրության մեջ։ Հիմա օրինակի վրա, այսօր ճիշտ եք ասում, վիրահատության համար պետությունը փոխհատուցում է, էնդոպրոթեզի արժեքը պացիենտը ինքն է վճարում։ Հաջորդիվ այս խմբի ներկայացուցիչը հենց որ անցնի ապահովագրության մեջ, մենք կփոխհատուցենք վիրահատությունը եւ էնդոպրոթեզի արժեքը կփոխհատուցենք, օրինակը հենց հստակ բերեմ, մինչև 600,000 դրամի շրջանակներում։ Եթե քաղաքացին կուզի 600,000 դրամից էլ ավելի թանկարժեք էնդոպրոթեզ օգտագործել, ապա ինքը դրա համար հավելյալ կվճարի կամ ուրեմն դրա շրջանակներում ամբողջական վիրահատությունը արդեն իսկ կստանա։ Այսպես է Տիկին Ստեփանյան, որ հենց տրամաբանությունը մեր փոխհատուցումների ամբողջովին վերափոխվում է։ Եվս մի ուզում եմ պարզաբանում ներկայացնել, որ սոցիալական խմբերի առումով մենք այսօր մեր գնահատման համակարգում 28 բալից ավել ունեցող ընտանիքները, որոնք ներկայումս նաև աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության վերագնահատման արդյունքում կփոխվեն նաև նրանց այդ ցուցանիշները, կներառվեն հաջորդիվ առաջին տարում ապահովագրության մեր շրջանակներում։ Այնուհետև սոցիալական քաղաքականությանը համահունչ արդեն մեր երկիրը կորոշի, որ խմբերին ինչ հատվածով ապահովագրությունը կշարունակի պետության կողմից սուբսիդավորել։ Արձագանքից հետո իհարկե կլրացնեմ։
Շնորհակալ եմ եւ եթե ժամանակ մնա Տիկին Ավանեսյան կխնդրեմ անդրադառնալ նաեւ հաջորդ երկու փուլերին, որ սոցիալական խմբերը կամ հասարակության ոչ շերտերը կներառվեն երկրորդ եւ երրորդ փուլերի մեջ եւ ամեն անգամ երբ որ մենք օրինակ մամուլում ինչ որ տեղեկություններ ենք կարդում կամ սոցիալական հարթակներում գրառումներ են կատարում, որպես կանոն ամեն 4-րդ եւ 5-րդ լուրը վերաբերում է, որ դրամահավաք են անում այս կամ այն քաղաքացուն օգնելու համար, արտերկրում բուժումը կազմակերպելու համար կամ գուցե Հայաստանի Հանրապետությունը, որը բավականին թանկ արժե։ Ուզում եմ հասկանալ, երբ որ մենք այնուամենայնիվ առողջապահական համապարփակ համակարգը ներդնենք, մենք որքանով կլուծենք այս խնդիրը, արդյոք էլի կհանդիպենք այսպիսի գրառումների, թե ոչ։ Տիկին Ստեփանյան, այո, որովհետև որևէ երկիր ինձ ծանոթ չէ, որ իր մոտ արկա բոլոր առողջապահական ծառայությունները փակում է կամ պետության կողմից կամ ապահովագրությունների բազային փաթեթներում։ Չկա նման համակարգ։ Հիմա մենք ոչինչից քայլերով պետական ոչինչից չէ, բայց շատ նեղ շրջանակից 81 միլիարդից 2018 թվականից ծառայությունների շրջանակը ընդլայնել ենք, նոր շահառուների խմբեր ենք մտցրել, եկել հասել ենք 167 միլիարդի 2025 թվականի համար։ Տեսնում ենք այս մեծածավալ աճը ծառայությունների մեջ։ Հաջորդիվ ապահովագրության շրջանակներում այս ծառայությունները կլինեն ավելի ընդլայնված, ամեն ծառայության գինը կլինի իրական ծախսերին մոտիկ եւ ամբողջական ծառայությունը ապահովելու համար մենք կփոխհատուցենք բավարար գումար։ Սա է տրամաբանությունը։ Բայց մենք պատրաստվում ենք առաջին этаպով մեր ապահովագրության բազային փաթեթով փակել, նորից եմ կրկնում, մահացության եւ հիվանդացության այսօր ամենամեծ բեռը հանդիսացող պոլիկլինիկական հիվանդանոցային ծառայությունների մեր նպատակն է, որ սկսենք 30%-ից, այնուհետև համախառն բոլոր ծառայություններից, այնուհետև մեր երկրի տնտեսության զարգացման համահունչ եւ մեր վճարած հարկերին համահունչ հետագա սերունդները կընդլայնեն այդ շրջանակը։